Ղայդով մարդ Գյումրեցի Արտյոմ Սուրենի Թումանյան Ամրուլատվականի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր մասնագիտական գործունեությունը իրականացնել Գյումրի քաղաքում եւ հերթական տեխնացուի հետ ենք զրուցում եւ հերթական քաղաքապետի տեխնացուն Արտյոմ Թումանյանն է։ Պարոն Թումանյան, շատ շնորհակալություն, որ չմերժեցիք մեր խնդրանքը եւ պատրաստ եք պատասխանել մեր մի քանի հարցերին։ Ձեզ որպես քաղաքապետի տեխնացու ֆիքսեցինք այս բառով՝ մարդը։ Ինչ է մարդեք դուք, շատ հետաքրքիր։ Նախ շնորհակալ եմ ձեր ոտքը թող խեր բերի մեր քաղաքը, ոնց որ գյումրեցին է ասում։ Մարդ բառը դերևս 30 տարի առաջ գյումրեցին ինձ տվեց այդ տիտղոսը եւ ես դա պահել ու պահպանել եմ ու պահպանելու եմ մինչեւ կյանքիս վերջ։ Որովհետեւ պետք է ծանոթ լինեք իմ կատարած աշխատանքներին, որ 30 տարի չունենալով ոչ մի տեսակի պաշտոն, ոչ մի լծակ, միշտ եղել եմ ժողովրդի կողքին, աղքատի կողքին, խեղճի կողքին եւ այսպես շարունակ։ Ու իմ կատարած աշխատանքները 30 տարվա մենք բոլորը փաստերն ունենք համացանցում տեղադրված։ Եվ այդ աշխատանքի համար ձեզ ասեցին մարդը, հա, այսպես ասեցին մարդը ու մնացիք դուք մարդը։ Ոչ թե մարդը, այլ մարդ։ Մարդ Գյումրեցի մարդ։ Իդեպ ասեմ, ինձ գյումրեցի են ճանաչում շատերը, որպես գյումրեցի Արտյոմ Թումանյան, այնպես որ գյումրեցիները բոլորին ճանաչում են։ Իսկ ինչ մարդ եք դուք։ Իրենց ծոցից ծնված մեծացած մարդով տիրապետում է քաղաքի բոլոր, նույնիսկ փողոցներին, շներից բռնած դեմքերով ճանաչում եմ ես։ Ձեր թույլտվությամբ իրականում եք օրենքի մարդ, թե մենակ Գոր Վարդանյանի կինոյի մեջ եք այդ դերում։ Գոր Վարդանյանի ֆիլմում ինչ դերակատարություն, որ ես անում եմ, իրականում ես հենց այդպես էլ կամ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեն ինչ գործառույթներ որ արել է, այսինքն այդտեղ դեր չի, այդտեղ իրականությունն է Արտյոմ Թումանյանի կերպարը, իրական։ Ֆիլմում ո՞նց հայտնվեցիք։ Դե Գոր Վարդանյանից էր թե ձեր ցանկությունը։ Դե մենք մտերիմ հարաբերություններ ունենք Գոր Վարդանյանի հետ, դերևս սպորտի բնակավարով, այդպես ես չմերժեցի առաջարկը, ինձ դուր եկա, որտեվ դրանով մենք ուզում ենք նաև պետության շահեր այդ ֆիլմում, պետության շահերը ազնիվ ոստիկանի կերպարը, ազնիվ օրենքի աշխատողի կերպարը ներկայացնել հանրությանը։ Ձեր սոցցանցի էջում գրել եք, որ անվտանգության հարցերով եք զբաղվում, ինչ է անվտանգությունը եւ ում անվտանգությամբ եք զբաղվում։ Քաղաքի, ժողովրդի, դպրոցների, մանկապարտեզների տարատեսակ, այդպես ոչ թե անվտանգության, այլ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե իրականացրել ենք վերահսկողություն, տարատեսակ, հա, այսպես քաղաքապատկան եւ գյուղերում շինարարություններ եւ այլն, շատ դեպքերում խախտումներ ենք հայտնաբերել, բարձրաձայնել ենք դրա մասին, ցավոք մի քանիսի պատասխան այդպես էլ չունեցանք, բայց ինչ ասեմ։ Իսկ Հովիկ Աղազարյանի հետ անվտանգության անարարությամբ եք համագործակցում իր նորաբաց կուսակցության տեխնացուն եք։ Այսպեսի կարծիք։ Հովիկ Աղազարյանը նախ կուսակցություն չունի եւ հետո մենք Հովիկ Աղազարյանի հետ ընդհանրապես կապ չունենք կուսակցական ոչ մի թեւով, նա եկել էր Գյումրի, դե գյումրեցիներն էլ հյուրընկալ ժողովուրդ են, դիմավորեցինք, ճանապարհեցինք, ինքը եկել էր ուղերձով գյումրեցիներին ասել, որ մենք որպես ազգային ժողովի պատգամավոր նկատել ենք, որ ազնիվ մարդ է Գյումրեցի Արտյոմ Թումանյանը, գնացեք ընտրեք իրեն։ Էս է ընդհանուրը, թե չէ մեր կուսակցությունը հասկ կուսակցություն է, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որը իդեպ մեծ քաղաքականություն է վերադարձել Կարոյ Սերոպի Տեմիրջան մեր երջանկահիշատակ ազգային հերոսի։ Պարոն Թումանյան, ԿՊ-ի հետ դաշին կկազմեք։ Ոչ մեկի հետ մենք դաշինք չենք կազմել ու չենք կազմելու, չունենք պայմանավորվածություն, որովհետև ոչ մեկն էլ ճիշտ չեն։ Ինչ ասեմ, տեխնազուների 80%-ը հանրապետականներ են։ Եթե պետք է մենք 18 թվին մերժեցինք, մերժիր Սերժին կարկախոսով եկանք, այսօր փաստացի հանրապետականն է, էլի, այսպես ասած, տիրում երկիրը, հա, հանրապետականներն են կառավարում երկիրը։ Ինչի մասին է խոսքը։ Հենա ինչի արեցինք որ տեղափոխությունը։ Այսինքն ԿՊ-ն է հանրապետական։ Այո, ԿՊ-ի տեխնազունել է հանրապետական։ Ինչի դուք չգիտեք դրա մասին, որ ինքը դիմում ունի կամ 21 թվականին 21 թվականի ընտրություններին պարոն Սարիկ Մինասյանը եղել է Լուսավոր Հայաստանի կողմից պատգամավորի տեխնացու եւ իր արտահայտությունն եմ ասում, ես չի համացանցում էլ կա, որ եթե մենք այս իշխանություններին թույլ տանք լինեն իշխանություններ, ապա հաջորդ օրվանից կարող է եղբայրասպանություն ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում։ Դա ես չեմ ասել, ինքն է ասել։ Եվ համացանցում հայտնվեց նաև իր դիմումը, իդեպ մերժեց, հերկեց այդ բանի մասին, բայց ոչ մի դատական խնդիր, ոչ մի բան չեղավ, ամեն դեպքում փաստերով ներկայացրեցին։ Հիմա ես չգիտեմ իրականությունը, բայց իրանք թող իմանան դրա մասին։
Ձեր քարոզարշավը սկսեցիք ֆայտոնով։ Սա մեսիջ է ժամանակակից աշխարհին, որ անգամ էլեկտրոմոբիլը ձեզ համար մերժելի է։ Մերժելի չէ, մենք հետամնաց մարդ չենք, բայց ֆայտոնը մեր Գյումրվա կոլորիտն է, ես միշտ ասել եմ, քանի դեռ Գյումրիում կա ֆայտոն, ուրեմն Գյումրին կլինի, քանի ֆայտոնը վերացավ Գյումրից, ուրեմն էլ Գյումրի չկա։ Զբոսաշրջիկները, որ գալիս են Գյումրի, այսպես մի 100 մետրանոց հերթ են կանգնում, սպասում են, որ ֆայտոնը ազվի, իրանք էլ մի պտույտ տան, էլի, այնպես որ դա մեր կոլորիտն է, գյումրիական է։ Իսկ երգելը, ասում են, որ նաև դուք շատ հայտնի երգել եք նախկինում, մի փոքր կուզենամ այդ ձեր հոբիի մասին, էլի խոսել։ Գյումրեցիների 50%-ը երգել են ու երգում են հիմա։ Մենք հումորով, մշակույթով քաղաք ենք։ Սա ուրախալ է, կամ այն մի հերոստալի կար, ասեց, եթե Արտյոմ Թումանյանը դարձավ քաղաքապետ, երկու պարով, խինդ ու ծիծաղով, բա դրանից լավ բան այո լինելու է։ Ես դառա քաղաքապետ, քաղաքի տարբեր ծայրամասերում պետք է երկու երաժշտությունը հնչի, պետք է մարդկանց դեմքերին միշտ ջբիտ կա։ Իհարկե։ Թումանյան կուզենայի մեր ուղիղ եթերում կա տենց շատ նախընտրելի սիրելի երգ, թեկուզ այն երգը, որով որ դուք Ես նախընտրական փուլում այդ մասին առանձին մի օր բան կանենք, կհանդիպենք, ամեն ինչ կխոսեմ, ամեն ինչի մասին, ամեն ինչ էլ կլինի։ Եկեք մենք խոսենք մեր Գյումրիի մասին։ Դուք ինձ հարց տվեք, թե ինչպես ստացվեց, որ Արտյոմ Թումանյանը երբեք չուզենալով պաշտոն մի քանի անգամ մերժած պաշտոններն, այսօր ես ուզեցի, որ դառնամ քաղաքապետի տեխնացու կամ առասարակ։ Դա ժողովրդի պահանջն է եղել։ Տեսեք, մեր պետությունը ունեցել է բազմաթիվ ցախողումներ։ Եվ այդ բաժակը, որ կատիլ ջուրը միշտ լցվել է, դե վերջը պետք է մի անգամ այդ ջուրը բարձրանա մակարդակից եւ թափվի։ Հիմա այդպես տեղի ունեցավ։ Ժողովրդի մոտը եղավ հիասթափություն։ Ժողովրդի մոտը եղավ անտարբերություն եւ վերջում այդ ամեն ինչը վերածվեց ատելության։ Այ եկեք սրա մասին խոսենք։ Այսօր բոլոր տեղերը խոսում են, ասում են ՔՊ-ի վարկանիշը իջել է 1980 պլինդուսից ներքև, բայց պատճառներ գոյություն ունեն, որովհետեւ այդ 7 տարիների ընթացքում չարվեց այն, ինչ պետք է արվեր։ Չարվեց այն, ինչ խոսքումներ տվել են ժողովրդին։ Տեսեք, մի հետաքրքիր բան ասեմ իդեպ։ Վարչապետը երբ որ եկավ Գյումրի, այս վերջի մի քանի օր առաջ, նա հայտարարեց, բացեբաց, որ մեզ հետ պայքարի են դուրս եկել 300-ից 350 միլիոն դոլարի կարողություն ունեցող մարդիկ թալանը պահելու։ Հիմա ես եմ այդ թալանջին, ես եմ այդ ապօրինի գույքի տերը։ Ենթադրենք, որպեսզի ոչ մեկ չնեղանա ասածից։ Ինչ է կաշկանդել պետությանը 7 տարիների ընթացքում այդ ապօրինի գույքը իմ ձեռքից չեն վերցրել։ Հարց։ Կամ հիմա որ դարձավ աղա քաղաքապետ, ինչ է լինելու։ Պետք է զրկեն քաղաքապետությունից վերցնեն, թե քաղաքապետ եղած ժամանակը չեմ հասկանում ես սա։ Կամ ազգային ժողովի բարձր ամբիոնից եւ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավորները հարց են տալիս Լևոն Քոչարյանին։ Ձեր հայրը եկել է ծակ վերնաշապիկով, ծակ կոշիկով, չգիտեմ, կներեք, լրագրողի հարց է, ժողովրդին կարող եք այդ հարցը տալ, բա մուրճը, մանգաղը, այդ գործիքները, որ տվեցինք, ինչի համար տվեցինք։ Դուք կարող եք ինձ գետ մի հոգու ցույց տվեք, այդ 7 տարիների ընթացքում, որ թալանով որպես դատապարտվել է։ Այս թեզը շատ վատ է, որ ժողովրդի մեջ տարածում են, նախկիներն ասում են ներկաներին Դավաճան, ներկաներին, նախկիներին ասում են թալանջի։ Այլ մեկ արտահայտություն կա, ասում են նախկինները թալանջի են, ներկաներն է ստախոս։ Հիմա դուք ո՞ր եք։ Հիմա տեսեք, այս թեզը, որ օգտագործում է թալանջի, Դավաճան, թալանջի։ Հիմա եթե թալանջի, խնդրում եմ այդ թալանջիներին վերջ տնեիք, հա, կամ դադեիք, կամ չգիտեմ ինչ անեիք։ Բա որ թալանջի չէ կամ էլ ասեք մեղավոր չեն այդ մարդիկ, սուրբ մարդիկ են, մենք սխալվել ենք այդպիսի բան տեղի 7 տարվա մեջ ամեն 5 տարի մեկ կան ժողովրդին խապեն, ասեն սրա վրա քրեական, գործկան նրա վրա քրեական, չի կարելի։ Ժողովուրդ էլ այդ ստերը չի ուտում։ Գյումրեցին շատ սպეციფիկ քաղաք է ու իր տեսակով հետաքրքիր մենք բնավորություն ունենք։ Գյումրեցուն չի կարելի խապել։ Հիմա փոխանակ խոսեին քաղաքաշինությունից, խոսեին անմխիթար փողոցներից, խոսեին տնագներից։ Հələ եկեք տանեմ ձեզ մեկ օր այդ տնագներում մեկ գիշեր քնեք դուք։ Տեսնեմ դուք կարող եք քնել ու այդպես 37 տարի, բա մեր գյումրեցիները հերոս չեն, ինչ են։ Ամոթ չէ մեր ազգին, որ 37 տարվա մեջ մի հատ Գյումրի քաղաք չկարողացանք վերականգնել։ Մեր ազգի սա, չգիտեմ, ամոթն է։ Ես ինքս ամոթ եմ զգում։ Ես իրականում ոչ մի բանի կարիք չունեմ։
ոչ ապրուստի, ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ անունի, ոչ պատիվի, ոչ հարգանքի։ 2 անգամ падգամավորության մանդատից եմ այսպես հրաժարվել։ 3 անգամ քաղաքապետի տեխնազությունից եմ հրաժարվել, բայց թվականներն էր դա։ դե սկսած այն հանրապետականի ժամանակներից ես մանդատներ եղել է դուք հրաժարվել։ Այո, որովհետև ինձ համար պաշտոնը դա 5-րդ, 10-րդական հարց է։ Ես ժողովրդից կողքին եղել եմ միշտ ազատ օգնել եմ։ Դուք տեղյակ եք, որ ես Հայաստանի Հանրապետության մասշտաբով 8000 զոհվածների ընտանիքներու հաշմանդամներին անվճար իմ հաշվին ուղարկել եմ Սևծով հանգստանալու 15 տարիների ընթացքում։ Դուք դրա մասին գիտեիք։ Հիմա տեսեք, այսօր տեխնազուները կամ ընդրությունից ընդրություն, ասենք, այսպես ցնկի պես գլուխները բարձրացնում են, ասեն, եկել են քաղաքը փրկելու, եկել են Գյումրին փրկելու, եկել են երկիրը փրկելու։ Ումից փրկելու։ Դուք նախ եւ առաջ այն որ եկան Գյումրի 200-300 մեքենաներով շարասյունով մի հատ էլ ասին գյումրեցին բոմժեր է, գյումրեցիները բոմժեր են։ Վազգեն Մանուկյանի արտահայտությունը։ Մի հոգի կար, որ ելավ Վազգեն Մանուկյանի դեմ, այս տեխնազուներից ասեր բոմժը դու ես ու քո ընտանիքն է։ Բացի Արտյոմ Թումանյանից ու ժողովրդից, այս քասիբ ժողովրդից ով իմ հետևից այդ հազարավոր ժողովուրդը երթով Գյումրիից եկանք Երևան։ Հիմա ինչ է ձեր կյանքում փոխվել, բազմաթիվ այդքան մերժումների, падգամավորի, քաղաքապետի, հիմա ինչու որոշեցիք, որ պետք է գնաք։ Որովհետև Գյումրի քաղաքի գլխին սև ամպեր է կուտակվել։ Ես ուզում եմ, որ բոլոր գյումրեցիները սրա մասին իմանան։ Մեծ արհավիրք եմ բերելու Գյումրու գլխին։ Ես դա լավ գիտեմ։ Ու ես միակ այլընտրանքային տեխնազուն եմ ժողովրդի կողմից առաջադրված, ով չի պատկաներում ոչ նախկիններին, ոչ ներկաներին, ոչ մի կուսակցությունների հետ կապ չունենք։ Ասեցի 80% հանրապետական են։ Հիմա եթե իմ ասածը կհիմնավորեն, թողել են հիմնավորեն։ Ես կարող եմ փաստերով ասել, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Հիմա ես ժողովրդի որպես տեխնազու եմ, հենց գյումրեցու այս ընտրությունը լինելու է գյումրեցու որոշումով։ Եթե այս անգամ գյումրեցին սխալվեց, այս կամ այն կուսակցություններին տվեց ձայնը, այդ արհավիրքը տեղի կունենա Գյումրի քաղաքում։ Ես դա 100% վստահ եմ։ Պարոն Թումանյան, ձեր թույլտվությամբ մի իրավիճակի պետք է անդրադառնամ, վերջին շրջանում հատկապես այդ հարցը բավականին շատ շահարկվեց, մասնավորապես պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը դատանում մահացավ, դուք ուզում եմ իմանամ ինչ զգացիք այդ ժամանակ էլի։ Մահանալը ցավ զգացի ես, որովհետև Արմեն Գրիգորյանով մենք շատ ենք ուրախացել ժամանակին որպես պրոդյուսեր, ես անձնապես իրան երբեք չեմ ատելությամբ չեմ եղել, բայց այն որ ինքը իմ ազգին ու մասնավորապես գյումրեցիներին անվանեց թուրքից ծնվածներ եւ ազգի 52%, հա, ես որպես մարդ, ես թուրքի ծնունդ չեմ։ Ես որպես տղա պատասխանել եմ ու առանց որևիցե այլ բառապաշարով ասել եմ, ես չեմ իջնի քո մագարտակի քո բառապաշարով, բայց քո խոսքերի համար դու ժողովրդին պատասխան ես տալու։ Սա է եղել իմ պատասխանը։ Ձեզ ըստ էության բոլորը մեղադրեցին փաստաբանները, որ հիմնականում Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուսման դերակատար են։ Հենց փաստաբանները Արմեն Գրիգորյանի գլուխը կերան, հենց այն հարտակ մի հատ կար, որ կանգնում էին, թեղ էին խմցնում, խոսեցնում էին, չգիտեմ, ոգելից խմի, այդտեղ են այդպես վատ տղա չի եղել։ Իրան խոսեցրել են, չգիտեմ ինչի ազդեցության տակ, հենց իրանց փաստաբանները սարքեցին, այդ մարդուն վերցրեցին որպես թիրախ, օգտագործեցին, այդ մարդն էլ ասենք հիվանդ տղա էր, ինքն էլ այդպես իր կյանքը ավարտվեց դադանում։ Ես ցավում եմ, իրականում ես ցավ եմ զգացել, որովհետև իմ հայն է, հետո պատահական հայ չէ, ինքը ժամանակին մեզ շատ է ուրախացել եւ մեր պատիվը բեմերու բարձր է փայլ։ Քանի որ մեղադրանքները ձեր ուղղությամբ էին գնում, որ ըստ էության դերակատարը դուք եք, որ բողոքեցիք, հարուցվեց քրեական վարույթը եւ նա դատանի դալիճում մահացավ, լավ, փորձենք հասկանալ, պարոն Թումանյան, ինչ շահեցիք նրա մահում։ Ես ընդհանրապես բողոք չեմ ներկայացել, ես ինչ սուտ թեզեր է տարածում։ Ընդհանրապես ես կապ չունեմ ոչ մի բան հետ։ Իմ խոսքն է եղել ընդամենը։ Ու իմ խոսքից Արմեն Գրիգորյանը մահացավ, որ ասի դու սրա համար պատասխան ես տալու։ Ինչ հետետություն է սա, էլի։ Չի կարելի այսպես բաներ։ Ես պատասխանել եմ իր հարցին, իր տված ձևակերպմանը։ Այսինքն ձեզ որևէ մեկը չէր ուղղորդել, որ Արմեն Գրիգորյանի դեմ գործեք, ընդհանրապես վրթովեցրել էր իր հայտարարությունը, չկա որ։ Իհարկե ոչ մեկ, ինքը անվանեց գյումրեցիները, շիրակցիները, թուրքի ծնունդ են, ես էլ պատասխանել եմ, որ դու դրա համար պատասխան ես տալու։ Վերջ։ Պատասխանը տվեց դատանի դալիճում մահանալով։ Դե հիմա ես կարծում եմ այդ հարցում էլ եմ ասում ցավ եմ ապրում, բայց ես պատասխանել եմ որպես իրեն հարգող յուրաքանչյուր հայ գյումրեցի կարող էր այդ հարցին այդպես պատասխանել կամ այդ ասացվածքին։